Պատրաստում ենք կլոր գաթա, դրա համար վերցրել ենք ալյուր 500 գրամ, քանի որ 2 հատ ենք պատրաստում 1 կիլոգրամ ալյուր, կխառնենք 150 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագ, այսինքն այս դեպքում 300 գրամ, ու լավ կխառնենք, այնքան կխառնենք, մինչև որ ստանանք փոքրուն զանգված։ Ստացանք ահա այսպեսի զանգված, հիմա ավելացնում ենք 4 հատ ձու, 100 գրամ մածուն, 2 թեյի գդալ սոդա, նաև 100 գրամ թթվասեր։ Ավելացրեցինք նաև մի պտղուն ծաղ, հիմա կդնենք սառնարանը, մինչև մի քիչ հանգստանա։ Այդ ընթացքում կպատրաստենք խորիզը։ Այժմ պատրաստում ենք խորիզը։ Խորիզը պատրաստելու համար վերցրել ենք 400 գրամ ալյուր, 100 գրամ պեսոկ, այսինքն 200 գրամ, քանի որ 2 հատ ենք անում, և 200 գրամ կարագ։ Եվ այդ ամենը խառնելով ստանում ենք խորիզը։ Խմորը բաժանեցինք 3 մասի, գնդեցինք նաև խորիզը, հիմա կսկսենք ձևավորել գաթան։ Սկսում ենք բացել խմորը։ Խորիզը դնում ենք մեջը և սկսում ենք հավաքել գաթան։ Այնուհետև կրտնակով բացում ենք, ստանում ենք մեր խմորը։ Ից հետո սկսում ենք ձևավորելը, պատառաքաղով այսպեսի նախշեր ենք անում կողքերը, պատառաքաղներով անցքեր ենք անում և ձուն ենք հարած ձուն ենք քսում վրան։ Հետո կզարդարենք ընդեղենով։ Ահա այս մի գաթան այս տեսք ունի, հիմա կդնենք ջեռոցում և 200 աստիճանի տակ 25 րոպե։